Հասմիկ Աբրահամյանը շաբաթը մի քանի անգամ իր տղային Տիգրանին ուղեկցում է Քաջարանի Ձագիկավան գյուղի ապահով երեխաների զարգացման համալիր կենտրոն։ Ոնց եք մենք լվացվում, շատ ապրես, այսպես լավ լվացում եք, չէ՞։ Նա պատմա, որ այստեղ իրանք ինչ են արել, որ խաղում էին, գնդակ են շպրտում, դա այդպես։ Ու ես դեռ զգացի, որ իր մոտ այստեղ այցելելուց հետո իրոք ահագին առաջխաղացումը կա, ինքը առաջ այդպես չէր։ Այս զարգացման կենտրոնը իր տեսակի մեջ միակն ու առաջինն է Քաջարան համայնքում։ Հասմիկ Աբրահամյանը միջ այս կենտրոնի մասին իմանալը տղային Կապանի զարգացման կենտրոններից մեկն էր տանում, ինչը, ինչպես ինքն է ասում, շատ ավելի ժամանակատար եւ հոգնեցնող էր։ Այտենց էմոցիան, բանը գրելու պահներ, դե գրելն էլ ինքը չգիտի հələ դեռ, ասենք առաջ խզմզում էր, հիմա էլ այտենց բանը, այս անգամ ինքը տողերի վրա էր անում ու տառի մասնիկներ էր արել ու իմ համար դա մեծ ուրախություն էր, որ ես դա տեսա իր մոտ։ Դեխին, ճուտիկ։ Տիգրանի հետ կենտրոն հաճախում է 40-ից ավելի երեխա։ Կենտրոնը չի սահմանափակվում միայն զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներ ներառելով։ Անցկացվում են անհատական եւ խմբային թերապիաներ, տրամադրվում խորհրդատվություններ, մարզումներ, որոնք ուղղված են խոսքային ու հաղորդակցման հմտությունների զարգացմանը, ինքնուրույնության ձևավորմանը եւ համընդհանուր ներառմանը։ Կենտրոնում սոցիալական ծառայություններ մատուցելու համար աշխատակիցները բացի մասնագիտական կրթությունից մի շարք վերապատրաստումներ են անցնում։ Շատ գոհ են ծնողները, քանի որ տեսնում են արդյունք, նկատելի արդյունք։ Երեխա կար, որ ընդհանրապես խոսք չուներ, իսկ արդեն ինքը բառակապակցություն նույնիսկ ասում է այս կարճ ժամանակահատվածում եւ մեր համար շատ կարեւոր է, որ նաեւ գնահատվում է մեր գործը եւ ծնողները դա ասում են։ Կենտրոն հաճախում է 1.5-ից մինչև 18 տարեկան երեխաներ, ընդ որում անվճար։ Երեխաները այստեղ ստանում են սոցիալ-հոգեբանական, վարքային, սոցիալ-հուզական եւ լոգոպեդական ծառայություններ։ Կազմակերպվում են նաեւ ծնողական հմտությունների զարգացման դասընթացներ, ամրապնդելով ընտանիքում եւ համայնքում երեխաների աջակցության շրջանակը։ Հագնում եք, գնում եք կենտրոն, ընկերմաներ կանչել են, ուրախանում եք, թե ուրախանում։ Դեռևս 2022 թվականից իրականացրել էինք կարիքի գնահատում, հանդիպումներ էինք ունեցել ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ, առողջաբժշկական կենտրոնի մասնագետների հետ եւ համայնքի ներկայացուցիչների հետ եւ գիտենք, որ կա մեծ բաց զարգացման ծառայությունների հենց Քաջարան համայնքում, ինչպես նաև կան տարբեր կարծրատիպեր, որի արդյունքում շատ երեխաներ զրկվում են վաղ ախտորոշման, վաղ բացահայտման եւ միջամտությունների հնարավորությունից եւ Քաջարանի համայնքապետարանի հետ այսպես համագործակցում էինք եւ փնտրում էինք ուղիներ ներդնելու այս ծառայությունները կենտրոնը բացելու եւ այս ծրագիրը հնարավորություն տվեց մեկնարկելու։ Կենտրոնը հիմնադրվել է Ներառում Հայաստան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Մարդը կարիքի մեջ հասարակական կազմակերպության գործընկերություն հանուն Սյունիքի բարելաված համայնքային սոցիալական ծառայություններ ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ Հայկական Կարիտաս եւ Վինետ Գորիս զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Այն միտված է համայնքային սոցիալական ծառայությունների ներդրմամբ ապահովել հավասար հնարավորություններ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց, այդ թվում երեխաներին։ Ծրագիրը նաև, ինչպես նշեցի, լայն համագործակցել է հասարակական կազմակերպությունների հետ, այդ համագործակցության շրջանակներում խրախուսվել է հասարակական կազմակերպություններին հավաստագրվելու, աշխատելու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, ինչպես նաև պետության հետ համատեղ իրականացնելու ծրագրեր ու նաև ծառայություններ մատուցելու մարզում, նաև ծրագիրը ստեղծել է այնպիսի հիմքեր, որոնք ապահովեն ծրագրերի շարունակականությունը համայնքներում։ Բացի Ձագիկավանի կենտրոնից գործընկերություն հանուն Սյունիքի բարելաված համայնքային սոցիալական ծառայություններ ծրագիրը շուրջ 20 ենթադրամաշնորհ է տրամադրել Սյունիքի մարզի 10-ից ավելի հասարակական կազմակերպությունների եւ 4 համայնքապետարանների։ Թիմ Եվրոպա նախաձեռնության ներքո անցկացվող ծրագիրը նպաստում է համայնքային սոցիալական ծառայությունների կայուն ֆինանսավորմանը եւ ծառայում մարզի խոցելի բնակչության կարիքներին, նպաստելով աղքատության, անհավասարության եւ խոցելիության մակարդակի նվազեցմանը։